երեք մայրաթոռում ստեղծան հավաքավոր ժողովուրդը, գիտակից ժողովուրդը կանգնեցրեց տիրադավների հարձակումը հայ առաքելական եկեղեցու վրա, չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը ճեպազորեցին, ասում էր, որ ինքը չի ուղղորդել, բայց աջակցում է այդ 10 տիրադավներին, բայց տեսան, որ ինքնագլուխ նրանք որևէ բան հնարավոր չանեին, եւ նաեւ դրա երեք ցուցիչը եղավ այն, որը ստեղծեն այս իշխանությունը աջակիցները չունի, խեղճ ու կրակ մի քանի 100 հոգի կանգնած գլուխները կավ, եկել էին եւ ամբողջ, այսպես ասենք, ուժը կենտրոնացած էր Թալինի համայնքապետի վրա, գիտեք, չէ, ասում մտնում է եկեղեցի մոմովարում փչում է, ու հա, մեզ մի անգամ այդ ղեկավարում Աշոտ Անդրեասյանը ասաց, եւ ինչ էր, 3 հայհոյում էր եկեղեցու դռների մոտ, 3 փորձում էր դրսևորվել զոհվածի հերոսի ծնողի դիմաց, խնդրեմ։ Ուրեմն ինչ տեղի ունեցավ 3 մայրաթոռի տարածքում ամենակարևոր բաներից մեկը որ տեղի ունեցավ մի տղա մոտեցավ ասաց որ անընդհատ ուզում է ինչ-որ մի ձևով մի լավ բան անի ու տվեց ինձ այս մանդարինը ու այս մանդարինի համար շատ շնորհակալ եմ իրեն ոչ հավանաբար ոչ բայց բնականաբար եթե մեզ էր բաժանում մանդարինը բնականաբար նա քաղաքակրթության կողմնակից էր եւ կարգ ու կանոնի շատ շնորհակալ եմ այս մանդարինի համար եւ այս մանդարինը բան է խորհրդանիշը համերաշխության կարգ ու կանոնի անօրենների զսպելու եւ բնականաբար քաղաքակիրթ համակեցության եւ մեկս մյուսի հարգանքի նկատմամբ եւ այս մանդարինը որպես այդ շնորհակալություն այս եթերում անպայման կըմբոշխնեմ եւ խորհուրդ կտամ որպեսզի բոլորը այս վերաբերմունքով համերաշխ վերաբերմունքով կամաց աստիճանաբար հեռացնեն մեր դավաճաններին իրենց տեղերից։ Հայրեմ կամաչ չպահեց։ Մայա, մեզ էլ քեզ։ Հիմա հետևում ձեր կադրերն է երեք պահովանից կմոշնեք, ուղղակի շատ կարճ քաղաքացիները վեհապար են բանկարկում Մի հատ երեկվա օրվան մինչև անդրադառնալը նախ մանդարինը շատ համով էր, շնորհակալություն համնել էր լավը նույնիսկ, բայց նայեք, ինչ է ուր ենք հասել, հա, մենք հասել ենք մի հատ իրավիճակի, որտեղ արդեն Նիկոլ Փաշինյանը սկսում է կաթողիկոսի դեմ ֆիզիկական ոտնձգությունները, այսինքն նա սկսեց այդ վարկաբեկելուց կաթողիկոսի հասցեին ինչ հերյուրանքներ ասես չէր տարածում, էլ զրպարտություն, էլ եսի ինչ, դրան զուգահեռ գերի էր վերցնում այն սրբազաններին, որոնք իրենցից ներկայացնում են ուժ եւ կարողանում են եղանակ փոխել, նրանց այս պահին մեկուսացրել է անազատության մեջը պահում, ինչը աներևակայելի բան է, ոչ մեկս չենք պատկերացնի, որ Հայաստանում հոգեվորականին մատով կկպնեին Օսմանյան կայսրությունից եւ սովետական միությունից հետո, որովհետև բնականաբար հոգևորականին կարող էին կպնել այն պարագայում, եթե իսկապես քրեական գործ լիներ վրաները, օրինակ ասում են, որ arczepiskopos Կճոյանի հետ կապված, ասում են, որ չեն ասում, հետքի ուսումնասիրությունները, հետաքննությունները դեռևս նախկին իշխանությունների ժամանակ պարզել էին, որ այնտեղ լուրջ խարդախ գործեր գոյություն ունեն այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ
դա Կիպրոսային օֆշորների պատմությունն է եւ բնականաբար այս իրավիճակում եթե հանցագործներ էր պետք փնտրել հնարավոր էր այնտեղ գտնել ինչպես նաեւ մենք գիտենք որ arczepiskopos Կճոյանի դեմ դատախազությունը գործ էր ներկայացել դատարան եւ ամենայն հայոց դավաճան Նիկոլ Փաշինյանը մեր ազգային ժողովից ակնարկներ արեց կամ Երևանի բարբարով ասած նամիկատ արեց որ գալու ենք հետևիցդ եթե մեր կողմ չանցնես հենց նույն բաներով այդ Bentley այդ հայտնի խոսքերի օգտագործմամբ եւ մենք տեսանք հաջորդ մի քանի օր անց arczepiskopos Կճոյանը հայտնվեց Նիկոլ Փաշինյանի ցեղանին իսկ նրա դեմ գործը փաստորեն այտենց մնաց հետո պետք կգա վիճակում ցավալի է որ arczepiskopos Կճոյանը լինելով այն մակարդակի գիտելիքների ու փորձի մարդ ընկել է պատանդ է ընկել էս պատանդարուի ձեռքը բոլորն են պատատ ընկել ամենայն հավանականությամբ միայն Միրզախանյան arczepiskopos-ը չի պատանդ այլ իսկապես տենց բանը դավաճանական հակումներ ունի Սոկարյան եւ ադրբեջանական, բայց դա չի փոխում հարցի էությունը, բայց մեզ տալիս է հասկացողություն, որ մեր գործը այս մարդկանց ազատագրելն է, որովհետեւ նրանք պատանդ են, իսկ պատանդին ազատագրում են։ Հիմա պատկերացրեք, հանցագործը մտնում է բանկ, զենքը ձեռքին ու բանին այդ ինչ է այդ դրամարկղի աշխատողին զենքը դնում է գլխին, ասում է՝ «Տուր ինձ փողերը»։ Ու այդ մարդը սկսում է ենթարկվել այդ հանցագործին, ճիշտ է։ Մենք կարող ենք մեղադրել այդ հանցագործին, այդ դրամարկղի աշխատողին, որ սկսում է ենթարկվել հանցագործին։ Ոմանք կարող են մեղադրել, ոմանք կարող են չմեղադրել, բայց հարցը մեղադրել-չմեղադրելու մեջ չի։ Հարցը հասկանալն է, որ մարդուն, երբ որ շանտաժով հրամայում են, ենթարկեցնում են իրենց, դա առաջին հերթին ապա քրիստոնեական է, քանի որ հայերը քրիստոնյա ազգ են դրա համար եմ ասում, եւ ապա քաղաքակրթական է, եւ քանի որ հայերը քաղաքակրթություն են իրենցից ներկայացնում, դրա համար եմ ասում։ Հետևաբար պետք է Նիկոլ Փաշինյանի զենքը խլել եւ ազատել arczepiskopos-ի ճակատները այդ զենքից անկախ նրանից թե ինչքան խորացված են նրանք արդեն ծառայում Նիկոլ Փաշինյանին եւ սա միայն չի վերաբերում բարձրաստիճան եւ ցածրաստիճան հոգեվորականներին սա նաեւ վերաբերում է դատախազության, ազգային անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության, քննչականի բոլոր այդ իրավապահ մարմիններին, որոնք այս պահին գտնվում են Նիկոլ Փաշինյանի պատանդի կարգավիճակում ազատագրելով նրանց բնականաբար կազատակվեն եւ Բաքվի պատանդները եւ Հայաստանի գերիները եւ սրբազանները եւ ռազմաքաղաքական ղեկավարությունը երեկվա հետ կապված բնականաբար մենք գիտենք որ նույնիսկ մի հոգի լինի որը կկանգնի կարգ ու կանոնի կողքը եւ կպայքարի այս անօրենությունների հակամարտկայնության ու դավաճանության դեմ այդ մի հոգու կամքն էլ եւ հավատը եւ վստահությունը հերիք է որ այս ջնջխի այս ամբողջ այդ նիկոլական ամբողին կամ ինչպես ասացի պատանդներին ինչու է հերիք այդ մի հոգին որովհետեւ այդ մի հոգին կանգնում է ճշմարտության ու արդարության կողմը իսկ նրանք կանգնում են ինչի կողքը Արցախը հանձնելու կողքը 385 եկեղեցի հանձնելու կողքը 2000-ից ավելի խաչքար հանձնելու կողքը 150,000 քաղաքացիների քաղաքացիությունից տուն տեղից զրկելու կողքը 30,000 երեխայի անտուն անօթևան թողնելու կողքը 232 դպրոց հանձնողի կողքը 5,000 հոգի զոհելով Արցախը հանձնելու կողքը 200-ից ավելի մարդ զոհելով Սյունիքում, Գեղարքունիքում եւ Վայոց ձորում տարածքները հանձնելու կողքը Զանգեզուրի միջանցքը տվողի կողքը Սուտասանի կողքը կանգնում են ինչպես նաեւ մեր դեմ իրականացրած հանցագործությունները միջազգային դատարաններից հետ կանչելու կողքը Արցախը Հայաստանը եւ վերջ եւ հետո էլ Արցախը ամբողջությամբ ճանաչելով Ադրբեջանի կազմում այդ Արարատի կողքը հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվողի կողքը հղի Սոնա Մնացականյանին վրա երթի ենթարկելով մահվան հասցնելու անձի կողքը Արմեն Գրիգորյանին դատարանում սպանելու կողքը անմեղ հոգեվորականներին գերեվարելու կողքը եւ մի հոգին հերիք է
որպեսզի ինքը կարողանա այս հարցերը ամբողջությամբ լուծել, որովհետև այդ մի հոգին հավատքով եւ արդարությամբ է գործելու, իսկ այդ մնացած են 300 հոգի են թե 7 հոգի են, ասացի ինչպես են գործում բայց թեև մի հոգին հերիք է, բայց մենք տեսանք, որ այնտեղ բազմահազարանոց բազմահազար մարդիկ էին եկել եւ ոչ միայն դուրս այլ եկեղեցում մասնավորապես մենք տեսանք, որ բանի բրիտանական ծառայությունների կողմից ըստ արտահոսած փաստաթղթերի հավաքագրված բանի Դանիել Յոհաննիսյանից դրոնը ինչ-որ պատկերներ էր ներկայացնում, որով փորձում էին տենց ինչ-որ տպավորություն ստեղծել, թե քիչ մարդեր եկել, բայց կրկնում եմ, մի հոգին հերիք է, որպեսզի այս գործողությունը իրականացնի։ Մինչդեռ ասում եմ, այդ նույնիսկ այդ դրոններից եկեղեցու ներսի մարդիկ, որտեղ երևի 1000 հոգի եկեղեցու ներսում էր միայն, այդ դրոնները դեռևս չեն հասել են մակարդակի, որ կարողանան շինությունից ներս ցույց տալ մարդկանց քանակը։ Նորից հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր 7.5 եպիսկոպոսները հանցագործներ են հանցակից են Նիկոլ Փաշինյանին 209-րդ հոդվածը քրեական օրենսգրքի խախտելու իմաստով, այսինքն կրոնական կազմակերպության ներքին գործին խառնվելու, ինչպես նաև Սահմանադրության 17-րդ հոդվածը խախտելու համար նրանք հանցագործներ են։ Նիկոլ Փաշինյանը բնականաբար շատ ավելի լայն հանցագործությունների պահարաններ ունի, բայց կոնկրետ այս մի քանիսը այս դեպքով են հանցագործներ, ինչպես նաև ես կոչ եմ անում քաղաքացիներին հրաժարվել հանրային հեռուստատեսության կամ առաջին ալիքին հարկեր վճարելուց, քանի որ կարգալույցներին, օրինակ Ստեփան Ասատրյանին, նրանք դեռևս դիտավորյալ ներկայացնում են որպես հոգևորական, այդ ալիքը հանրային հեռուստատեսության մեզ է պատկանում, ոչ թե Նիկոլ Փաշինյանին կամ իր ընտանիքին, դա հայկական ժամանակը չէ, դա Civic AM-ը կամ Free News-ը չէ, այդ ալիքը իրավունք չունի մեր հարկերով, մեր գումարներով այդպիսի կամակատարություն կամ ինչպես Երևանում են ասում 10-ով շիկություն իրականացնի եւ ես կոչ եմ անում սկսել գործընթաց որպեսզի քաղաքացիները հատկապես հայ առաքելական եկեղեցու հետևորդները հրաժարվեն հարկ վճարելուց նրա համար, որով խախտում են նրանք Սահմանադրության 17-րդ հոդված եւ առհասարակ արցախցիների նկատմամբ էին ատելություն տարածում, կհիշեք են քնչականից պատմությունը, որ արցախցին 2000 դրամ չուներ, որ կոշիկ առներ, հեռախոսով ասել էր 2000 դրամ չունեմ վննման առնեմ, ինչը կոշիկն է նշանակում, սրանք հեռարձակել էին քնչականի հաղորդումը, իբր 2000 դրամով գնում է ցույցի է մասնակցում։ Իհարկե 2000 դրամով ով ուզի կարող է ցույցի մասնակցել, առհասարակ ես դավաճանների դեմ ինչպես ով ուզի, ոնց ուզի կարող է ցույցի մասնակցել, որևէ մեկին չեն կարող սրանք կամ խրատ տալ կամ էլ խոչընդոտեն։ Այսպես, սա հանրային հեռուստատեսության պահով նաև ասացինք, ինչ մնաց այնտեղ, որ ասենք, նորից հիշենք, որ սա հայկական պրոյեկտ չի, հա, այս եկեղեցին զավթելու process-ը, սա ադրբեջանական թուրքական պանթուրքիզմի մաս է կազմում եւ ինչպես նաեւ տեսանք Եվրոմիությունն է աջակցում այս ծրագրին եւ սա բնականաբար հայերի սպառակտելու մեթոդով այդ Հայաստանը թուրքական բարբարոսական աշխարհի մեջ տարալուծելու պլան է, բայց Թուրքիան պատասխան տալու է պապերին սպանելու համար եւ սրանք էլ պատասխան տալու են այս մեզ հասցրած վնասների համար։ Արչեվում նոր տարի է, մենք ինչպես գիտենք, մեր տոնացույցից սրանք կարողացել են ժամանակավորապես ջնջել սեպտեմբերի 21-ը, Հայաստանի անկախության օրը, սեպտեմբերի 2-ը, Արցախի անկախության օրը, մայիսի 9-ը, Շուշիի ազատագրման օրը, մայիսի 28-ը, Առաջին հանրապետության անկախության օրը եւ 10 օրից նրանք ջնջելու են նաեւ տոնացույցից հունվարի 1-ը, աման օրը, նոր տարին, հայերը իրար այդ օրը ամենայն հավանականությամբ նոր բախում է հրահրելու, բախիչը, բայց դա չի նշանակում, որ մենք ապագայում նոր տոներ չենք ունենալու, բնականաբար ունենալու ենք եւ այս քաղաքակրթական հաղթանակների տոները սրանց նկատմամբ նշվելու են, մեծ շուկով են նշվելու եւ մեր այդ ամրացնող այդ սոսինզներն է, հա, լինելու, ինչպես օրինակ ասացի, երեք այդ իմաստով էս մանդարինն էր մեր այդ սոսինձը, որ կպցրեց ինձ ու իմ եղբայրներից
մեկին, ազգի եղբայրներից մեկին, այդպես էլ մենք շարունակելու ենք իրար այսպես կպնել, այնքան կպնել, մինչև այդ մնացորդները կամ գան մեզ կպնեն, կամ էլ շարունակեն պատանդ մնալ, բայց բնականաբար այդ պատանդառության խնդիրներ ենք վերացնելու։ Այսքանը երևի ես երեկվա մասով կաթողիկոս Գարեգին II-ին մաղթում եմ ուժ ու կորով եւ կարծում եմ, որ վերջին շրջանում մեր ունեցած կաթողիկոսներից ամենամուր, ամենազիլ կաթողիկոսն է, որովհետեւ երևի Վազգեն առաջինից սկսած մենք չենք ունեցել այնպիսի կաթողիկոս, ասես դաժանությունների մեջով անցնի։ Դե Վազգեն առաջինից առաջ գիտենք ինչ ստալինյան բռնաճնշումների ժամանակ ինչերի միջով էին անցել եւ սպանել էին կաթողիկոսին, խեղդամահ էին արել, բնականաբար Նիկոլ Փաշինյանի եւ նրա բանից պատանդներից եւս սпасելի է այդպիսի գործողություններ, բայց այնուամենայնիվ պետք է շեշտենք, որ այս դժվարությունների մեջով փաստորեն մի քանի երկրի հզոր ուժերի դեմ է պայքարում, ինչպես երկրորդ նախագահը ասաց, ինձ հզոր ուժերն են հեռացրել, տենց էլ կարծեմ, կաթողիկոսը փաստորեն այս պահին հզոր ուժերի դեմ է պայքարում եւ բնականաբար ունի ողջ քաղաքացիական եւ տարբեր կրոնական կազմակերպությունների աջակցությունը, մասնավորապես երեք իմ ընկերներից կաթոլիկ ընկերներից Ռոզետ Ուստակարայանը կաթոլիկ եկեղեցուց է, բայց իր աջակցությունն էր հայտնել հայ առաքելական եկեղեցու եւ նրա հետևորդներին, ինչը շատ հուզիչ էր, շատ գրավիչ եւ նրա այլ կաթոլիկ եկեղեցու այլ հետևորդներ նույնպես դա արել են։ Ես վստահ եմ, որ կյանքի խոսքում բազմաթիվ հետևորդներ ունի կյանքի խոսքը, որը նույնպես կանգնած է հայ առաքելական եկեղեցու կողքը։ Վստահ եմ, որ Եհովայի վկաների մեջ էլ կգտնվեն այդպիսիքը, աթեիստների մեջ դե գիտենք, բազմաթիվ են, որ այդպիսի մարդիկ կան, թե աթեիստների, թե ագնոստիկների։ Օրինակ երեք մեկը մոտեցավ, որ ում կինը ագնոստիկ էր, բայց եւս եկել էր հայ առաքելական եկեղեցու կողք կանգնելու, որովհետեւ հասկանում ենք, սա հայ առաքելական եկեղեցու հարց չէ, սա միայն սա քաղաքակրթության հարց է, եթե ընկեր ջան, կա այս սահմանադրությունը, մենք մեր համակեցությունը այս կանոններով ենք մշակել, պայմանավորվել, որ պետք է ապրենք, ով է Արցախը հանձնած դավաճանը, որպեսզի գա փորձի այդ կանոնները փոխել։ Ես ճիշտն ասած կոչ կանեի, որպեսզի մյուս կրոնական կազմակերպության ներկայացուցիչները եւս իրենց այդ հույզերը արտահայտեին, մանավանդ որ տեսնում ենք օգտվում են առիթից շատերը ու սկսում են այս իրավիճակը օգտագործել այլ կրոնական կազմակերպությունների դեմ, թե իբր նրանք Նիկոլ Փաշինյանի հետ են, նրանք էլ են նրանց համար է այս ամենը արվում, դրա համար բացի նրանից, որ ես գիտեմ, որ իսկապես դուք կողքին եք հայ առաքելական եկեղեցու, բայց պատշաճ չի, որ ես ձեր անունները տամ, քանի որ դուք ինձ չեք տվել այդ թույլտվությունը, դրա համար ավելի լավ է դուք ինքներդ այդ աջակցությունը հայտնեք, համ մենք կուժեղանանք, համ էլ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանը դրանից կթուլանա։ Բնականաբար Նիկոլ Փաշինյանի համար սա ինչ որ առումով ստուգողական քայլ էր, այս 7.5 եպիսկոպոսներին մայրաթորի վրա ուղարկելը, նրանք ուզում էին մի հատ տեսնել, թե ինչ արդյունք կգրանցի դա, ինչ հետևանքներ կունենա եւ այլն, հիմա արդեն նստած իրանց ժողովներում բան են անում, մշակում են, թե իրար ֆիդբեք են տալիս, թե ինչն էր ճիշտ, ինչն էր սխալ, ասենք, չգիտեմ, կարող է Միրզախանյանի փոխարեն օրինակ մյուսը խոսա, կամ չգիտեմ, կարող է օրինակ այն մեկը, որ մեջտեղի մատ ցույց տվեց, ճկուտի մատ ցույց տա մյուս անգամ, կարող է ավելի շատ sense սրտիկներ ցույց տան, քան թե մեջտեղի մատ, sense բաներ էլի, sense հիմա արդեն նստած հաշվարկում են ինչ պետք է անել, կարող է պետք է մի հատ էլ ստորագրա հավաք անեն, նորից գան մայրաթոր, կարող է մինչև մայրաթոր գալը մի հատ, չգիտեմ, գնան Սյունիքում ինչ-որ եկեղեցում խժդժություններ առաջացնեն, նոր գան այստեղ, մի խոսքով, սենց բաներով են զբաղված, նենգություններով են զբաղված մեր ընտանիքը պառակտելու համար, բայց ասում եմ, մեր ընտանիքը պառակտելու համար եւս հատուցելու են նրանք, սա չի կարող այդպես ասեք, չես կարա դու գաս մտնես հայկական ընտանիքներ, քանդես այդ մարդկանց հարաբերությունները, ընկերությունները, ու հետո նստես ու ասես, թե ով իրան ոնց պետք է
պահի ով պետքա լինի կաթողիկոս, ով չլինի կաթողիկոս։ Իդեպ ես նաև լրագրողներին կոչ կանեի այս 7.5 եպիսկոպոսներին միշտ հարց պարտադրել հասցնել նրան, որպեսզի նրանք դատապարտեն Շուշիի կանաչ ժամ եկեղեցու ավերումը, դատապարտեն Տանձաթափի եկեղեցու ավերումը, Սուրբ Համբարձման եկեղեցու ավերումը, Դադիվանքի Ղազանչեցոցի Ամարասի նենգափոխումները, դատապարտեն Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքի վերացումը։ Դե թող դատապարտեն, երբ որ կդատապարտեն, այդ ժամանակ մենք կնստենք կմտածենք արդյոք այս մարդիկ որևէ կարծիք ասելու իրավունք ունեն Հայաստանում կրոնական կազմակերպության հետ կապված թե ոչ։ Թող դատապարտեն, հա, ասենք Մեսրոպ Մաշտոցի 5-րդ դարում ստեղծված առաջին Արցախի դպրոցը հանձնել են նրանք են նենգափոխում են, Ամարասի մասին է խոսքը։ Դատապարտեք, դատապարտելուց հետո կրկնում եմ, այդ մեկը կդատապարտեք, հետո կանցնենք արդեն 150,000 մարդու դատապարտմանը, հետո կանցնենք արդեն Զանգեզուրի միջանցքի հանձնելուն դատապարտելը, հետո կանցնենք միջազգային դատարաններից մեր դեմ իրականացած հանցագործությունները հետ կանչելու դատապարտումը ու տենց որ արդեն սկսեք դատապարտել կընկնեք ճիշտ ուղու վրա ու չեք սկսի այլևս պահանջել անպահանջելին կաթողիկոսի հրաժարականը։ Ես խորհուրդ եմ տալիս որ բոլորը ովքեր որ հեռախոսով կամ միկրոֆոնով մոտենում են այդ 7.5 եպիսկոպոսներին թող հարցնեն ինչպես եք վերաբերվում Շուշիի կանաչ ժամ եկեղեցու ավերմանը Ադրբեջանի կողմից։ Ինչպես եք վերաբերվում 150,000 հայ առաքելական եկեղեցու հետևորդների էթնիկ զտմանը։ Ինչպես եք վերաբերվում Սուրբ Համբարձման եկեղեցին Բերձորում, հա, հենց մտնում էր Արցախ առաջին երկրորդ եկեղեցին էդ էր տեսնում Արցախում Սուրբ Համբարձման եկեղեցին էր։ Դե թող ասե, թող Միրզախանյանը պատասխանի ո՞նց է վերաբերվում։ Մենք չիմանանք ո՞նց է եկեղեցու բանա չէ հակել այդ զգեստն է հակել։ Մենք չիմանանք եկեղեցականը ո՞նց է վերաբերվում եկեղեցու ավերմանը եւ եկեղեցու հետևորդներին Բաքվում պատանդ պահելուն։ Մենք չիմանանք ո՞նց է վերաբերվում, ասենք Աճապահյանին, գերի arczepiskopos Աճապահյանին, arczepiskopos Բագրատ Գալստանյանին, եպիսկոպոս Մկրտիչ Պրոշյանին, ո՞նց է վերաբերվում այդ մարդկանց գերի վերցնելը։ Պիտի իրանք դիրքորոշում պիտի արտահայտեն։ Դուք չեք կարող պարզապես կաթողիկոսի հրաժարականը պահանջել եւ դիրքորոշում չարտահայտել կանաչ ժամ եկեղեցին ավերելու համար Ադրբեջանի եւ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Եվ երբ որ արտահայտեն, բնականաբար այդ Նիկոլ Փաշինյանի զենքը ձեռքից կխլվի, որտեվ բնականաբար նրանք անցնելու են իրական պաշտպանության տակ։ Իրենց լեզվով ասած Աստծո պաշտպանության տակ են անցնելու, մեր լեզվով ասած արդարության եւ ճշմարտության պաշտպանության տակ են անցնելու։ Դե այսքան է այս թեմայով էլ ինչ ասեմ։